Ամառային համեղ գլանակներ ֆիլո խմորով պատրաստված։ Բարի օր ժողովուրդ ջան։ Այսօր պատրաստել եմ մեզ համար, բայց ցուցադրում եմ ձեզ, որպեսզի դուք էլ պատրաստեք ձեզ համար։ Վերցրել եմ հավի կծկամի սմբուկ, կանաչ քաղցր պղպեղ, պանիր, աղ եւ սև պղպեղ, տապակելու համար եւ ձիթապտղի յուղ։ Տապակելու եմ միայն սմբուկը եւ կանաչ քաղցր պղպեղը։ Ավարտեցինք սմբուկը, հիմա տապակում եմ կանաչ պղպեղը։ Պատարագաղով հիմա տրորելու եմ սմբուկը եւ թողնեմ մի քիչ սառչի, այնուհետև բոլոր բաղադրիչները խառնելու եմ մեկ հատ մեծ ամանի մեջ եւ անեմ աղ եւ սև պղպեղ եւ կես թեյի գդալ սխտորի փոշի։ Այժմ կխառնեմ մանրացրած ընկույզը եւ մի լավ կխառնեմ։ Ու անցնեմ փաթաթման գործողությանը։ Անկյունները պատում եմ մի քիչ ձիթապտղի յուղով, որ դառնա կպչուն։ Տապակի մեջ լցնում եմ ձիթապտղի յուղ, հատուկ տապակելու համար է այս յուղը, եւ տապակում եմ։ Հիմա սիրելիներս, մեր գլանակները ֆիլո խմորով է պատրաստված։ Փաթաթել եմ ֆիլո խմորով, բայց եթե դուք ցանկանում եք, շատ գեղեցիկ ու շատ համեղ է լինում նաև բլինչիկի խմորով։ Եթե դուք ցանկություն կունենաք, գրեք կոմենտներում, որ Ռոզա տատիկ մեկ անգամ էլ պատրաստի բլինչիկի խմորով, ես կպատրաստեմ ձեզ համար, կնայեմ, տեսնեմ, ովքեր պլյուսները ավելի շատ են, ցանկացողներն են պլյուսները, ուրեմն կպատրաստեմ մեկ անգամ եւս բլինչիկի խմորով։ Հիմա համտեսեմ ձեզ համար։ Համեղություն, իսկական գարնանային գլանակներ, որ շատ համեղ է։ Աղը տեղը գցել եմ միայն աղ եւ սև աղացած պղպեղ, ուրիշ ոչինչ։ Եվ ասեմ ձեզ, որ շատ համեղ է։ Փորձեք անպայման սիրելիներս, գրեք կոմենտներում, արդյոք փորձել եք, որ ես իմանամ, դուք փորձել եք իրոք իմ պատրաստած գլանակները։ Չմոռանաք սրտիկները եւ հետեւել, հավանել եւ տարածել։ Սիրում եմ ձեզ։ Միշտ եղեք ակտիվ, սիրելիներս։